Բռնության կոչերին, հայհոյանքին կամ զրպարտությանը դեմ է փաստաբանը, բայց երբ միայն իշխանության դեմ ուղղված հայհոյանքն է պատժելի, երկրում երկակի ստանդարտներ են սկսում գործել։ Մոտ 3 ամիս առաջ իշխանական Civic լրատվականի ուղիղ եթերում քաղաքացին կաթողիկոսի գլուխը քարով ջարդելու կոչ էր արել։ Դեպքի առթիվ դեռ 2025-ի դեկտեմբերին քրեական վարույթ էր նախաձեռնվել, բայց մեղադրյալ չկար։ Փորձեցինք պարզել քննչական կոմիտեից, մեղադրյալ կա արդեն, խնդրեցին գրավոր հարցում ուղարկել։ Միջին ծանրության հանցագործություն է, որը նախատեսում է մինչև 3 տարի ազատազրկում։ Կան նաև այլընտրանքային պատիժներ, նշում է Ֆարմանյանն ու քաղաքացիների խոսքի ազատության դեմ սկսված կոչում քրեական մահակի կիրառում։ Փաստաբանն իրավական համակարգի քայլերը կապում է համապետական ընտրությունների հետ։ Վերանայեն իրենց գործողությունները եւ ուղղակի պատեհ վիճակի պատճառով չսպասարկեն իշխանական այն ցանկությունները, որոնք միտված են քաղաքացիներին վախեցնելու, ռեպրեսիաներին ենթարկելու։ Մեկնաբանություն գրելու եւ մեղադրյալ դառնալու միջև սահմանը նուրբ է, իսկ այդ սահմանը հստակեցնելը արդեն ոչ միայն իրավական, այլև քաղաքական պատասխանատվության հարց։ Անի Աբախյան, Մհեր Դավթյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։